Ես ուզում եմ այսօր ձեզ մի պատմություն կարդալ Դավիթ թագավորի մասին, ավելի ճիշտ ոչ թե Դավիթ թագավորի մասին, Դավիթ թագավորի պատմություններից է, բայց ձեր ուշադրությունը ուզեմ դարձնել մեկ այլ անձնավորության վրա եւ մի քիչ խոսենք այդ մասին։ Կարդալու եմ երկրորդ թագավորաց գրքից 9-րդ գլխի հենց առաջին խոսքից։ Երբ որ Դավիթը թագավոր դառավ, ովքեր որ մի քիչ պատմությունը գիտեն, թե ինչպես էր Սավուղը իրան հետապնդում, ինչպես էր ուզում նրան վերացնել այս աշխարհից եւ այլն, բայց Աստված Դավիթի հետ էր եւ վերջապես Սավուղը եւ իր ամբողջ իր ընտանիքը հեռացան այս աշխարհից եւ այլն, եւ Դավիթը դարձավ Իսրայելի թագավոր։ Եվ Դավիթն ասաց. «Արդյոք Սավուղի տանիցը մնացած մարդ կա, որ նրան բարերարություն անեմ Հովնաթանի սիրուն համար»։ Եվ Սավուղի տանիցը Սիբա անունով մի ծառա կար, եւ նրան կանչեցին Դավիթի մոտ, եւ թագավորը նրան ասեց. «Սիբան դու ես»։ Եվ նա ասեց. «Ծառադ եմ»։ Եվ թագավորն ասեց. «Սավուղի տանիցը մնացած մարդ չկա, որ նրան Աստծո ողորմությունն անեմ»։ Սիբան ասեց թագավորին. «Հովնաթանիցը ոտքերը կախ մի որդի կա տակավին»։ Եվ թագավորը նրան ասեց. «Ուր է»։ Եվ Սիբան ասեց թագավորին. «Ահա նա լադաբարումը Ամիելի որդի Մաքիրի տանն է»։ Եվ Դավիթ թագավորը մարդ ուղարկեց եւ նրան լադաբարիցը Ամիելի որդի Մաքիրի տանից տարավ եւ Սավուղի որդի Հովնաթանի որդի Մեմփիփոստեն Դավիթի մոտ եկավ եւ երեսի վրա ընկավ ու խոնարհություն արավ եւ Դավիթն ասեց. «Ով Մեմփիփոստե»։ Եվ նա ասեց. «Ահա ծառադ»։ Եվ Դավիթ նրան ասեց. «Մի վախենար, որովհետև քո հոր Հովնաթանի սիրուն համար քեզ անպատճառ բարերարություն պիտի անեմ եւ քո հոր Սավուղի բոլոր արդերը քեզ վրա պիտի դարձնեմ եւ դու պիտի միշտ իմ սեղանի վրա հաց ուտես»։ Եվ նա խոնարհություն արավ եւ ասեց. «Ծառադ ով է, որ ինձպես մի մեռած շան վրա նայեցիր»։ Ովքեր կարդացել են այս պատմությունները, ովքեր գիտեն Դավիթի եւ Հովնաթանի պատմությունը, Հովնաթանը Սավուղի որդին էր եւ մեծ սիրով սիրում էր Դավիթին եւ նրանք մեծ ընկերություն ունեին եւ մեծ սեր ունեին մեկը մյուսի նկատմամբ։ Միտեղ գրված է, որ Հովնաթանի եւ Դավիթի սերը ավելի մեծ էր, քան տղամարդու ու կանանց սերը, այդպիսի խոսք կան դեռ գրված։ Սիրելիներ, բայց Սավուղը նրան հալածում էր, Սավուղը նրա մահն էր ուզում։ Եվ ահա ամեն բան վերջացավ, չեմ ուզում մանրամասներ ասել, եւ Դավիթը թագավոր դարձավ։ Եւ եկավ եւ սկսեց փնտրել, թե արդյոք իր սիրած Հովնաթանից որևէ մեկը կա, որտեղ Հովնաթանն էլ չկար այլևս, որին կարող է ինքը իր թագավորական այդ դիրքը օգտագործելով բարություն անել նրան։ Եվ հանկարծ կարդացինք, որ գտնվեց մի մարդ, որն ասեց, որ Հովնաթանից մի որդի է մնացել, երկու ոտքից կախ, անունը Մեմփիփոստե, գտնվում է այսինչ տեղում։ Եվ Դավիթն ասեց. «Բերեք ինձ մոտ նրան»։ Եվ բերեցին, լսեցիք, որ Դավիթն ասեց, որ ես Մեմփիփոստե ուզում եմ քո հոր, այսինքն թագավորական այդ ամեն արդերը, ինչ որ պատկանում էր ձերոնց, բոլորը դարձնեմ քո անունովը եւ դու պիտի թագավորական սեղանից հաց ուտես ամեն անգամ։ Չմոռանաք, երկու ոտքից կախ մարդ էր այս մարդը։ Եվ Մեմփիփոստեն գրված է, սիրելիներ, ընկավ իր երեսի վրա եւ ասեց. «Ծառադ ով է, որ ինձ նման մի մեռած շան վրա այդպիսի ուշադրություն դարձրեցիր»։ Սիրելի եղբայրներ, քույրեր, մենք ապրում ենք մի չար ժամանակաշրջանում։ Չարություններից ամենամեծը այն է, որ մենք անտանելի մեծ կարծիք ունենք ամենքս մեր մասին, չենք ասում այդ մասին։ Սարսափելի բան է սա։ Ես պատահական սկզբից չասեցի, որ Աստված հպարտներին հակառակ է։ Բոլորս անգիր գիտենք, բայց չգիտենք, որ մենք ենք այդ հպարտը։ Մի 12 տարեկան տղա կար, որ ծանր հիվանդ միակ մայրիկը ուներ։ Դինում են այդպիսի երեխաներ, որ փոքր ժամանակից նրանց վրա մեծ մարդկանց հոգսեր են ընկնում։ Եվ այս երեխան ամեն առավոտ վեր էր կենում, այդ պեչկն էր վառում,
փայտ էր կոդորում, մորն էր լվանում, մորն էր կերակրում, միշտ եւ դիտում էր, որ 10-ից էլ մի քիչ ուշանում էր, չէր կարողանում, եւ առավոտից երեկո, հետո էլ 10-ից հետո ինչ որ միտեղ գործ էր անում, որպեսզի կարողանա մի 2 կոպեկ աշխատել, էս անել, այն անել եւ այլն։ Եվ մի օր լացակումած տուն եկավ էս երեխեն, մայրը հարցրեց, ասեց, ինչի ես հուզված, ինչ ա եղել, ինչի ես ստացել։ Ասեց, որովհետեւ այսօր 2 եմ ստացել դպրոցում։ Ինչի ես 2 ստացել։ Ասում է ուսուցիչը հարցրեց, կարող ես բացատրել բարեգործ բառի իմաստը, չկարողացա բացատրել։ Բառի իմաստը չկարողացավ բացատրել նա, ով իր էության բարեգործ է։ Մարդիկ, ովքեր այդ էությունը ունեն, 1000 անգամ ներողություն կոպիտ բարձեմ, զայլա չունեն այդպիսի բաների։ Փեսերը ինչ է, բարեգործությունը ինչ է, եւ պունկտերի բաժան են, առաջին այսպես, երկրորդ այնպես, երրորդ այնպես, 10-րդ այնպես եւ այլն։ Աստված այդ է ուզում մեզանից սիրելիներ։ Այդ պրոֆեսորությունները չի ուզում է, որ մենք լինենք այն, ինչ որ մեզ թույլ կտա իր հետ լինել, որովհետև ասեց, եթե ես ձեզի հետ եմ, ապա ով է ձեզի դեմ։ Մենք հայերս 1700 տարի եղավ քրիստոնյա ենք անվանական անունով, բայց թույլ տվեք ասել, որ մենք շատ սիրում ենք պարզենալ, որ մենք աշխարհի առաջին պետությունն ենք, որ քրիստոնեություն տունել է որպես պետական կրոն եւ այլ։ Բոլորս պարզենում ենք, հբարդանում ենք, հբարդ։ Բայց թույլ տվեք ասել, սիրելիներ, որ դա քրիստոնյա մեր ազգի ազգանունն է։ Անունը հայ է, ազգանունը քրիստոնյա։ Բայց էությամբ մենք քրիստոնյա չենք։ Օրինակ կան չէ մարդիկ, որ ասենք ազգանունները Բալասանյան է։ Բալասան դեղ է նշանակում, հա, Բալասան։ Բայց ինքը բժշկությունից այնքան հեռու է, ինչքան երկինքը գետնից։ Կոչվել եւ լինել սրանք տարբեր բաներ են։ Բայց չմոռանանք, թե ինչի մասին ենք կարդում, մենք կարդացինք մի թագավորի թոռի մասին, հզոր թագավորի, հա, Սավուղի թոռի մասին, երբ որ իրան ասվեց, որ քեզ պետքա ողորմություն անի Դավիթը, չասես, բա դենց պետքա լինի, բայց թագավորի տղա եմ, կարող է պատահի ես ուրիշ ձևի պիտի ապրեմ։ Բա ինչ արեց։ Անգավ իր երեսի վրա եւ ասեց, ծառատ ով է, որպես մի սատկած շան վրա ուշադրություն դարձրեցիր։ Եղբայրներ, քույրեր, որտեղից գտնենք այս հոգին։ Որտեղից գտնենք այս հոգին։ Այսօր որ մարդիկ տեսել եք, որ հերոստացույցներով, բաներով մեկին հրավիրում են, ասենք պատմելու բանես կոմենքում, մեծամասնությունը սենց են պատմում իրանց բաները։ Դա իմ պապերը բաներ են եղել, չգիտեմ ով են եղել իր պապերը։ Ու սկսում է ուզում է ցույց տալ, թե ինքը, ես ինչ գիտեմ, մի հատ հadouk ցեղից է սերված, ես ինչ բոլորս էլ Ադամի զավակներն ենք, բոլորս էլ Ադամից ենք սերվել։ Ինչքան ուզում ես, ասա պապերը, մաբերը։ Եղբայրներ, քույրեր, որտից գտնենք այս խոնարհության հոգին։ Ինչու, որ Աստված մեզի հետ լինի, սիրելիներ։ Խոնարհվենք Աստծո առաջ։ Գիտեք, եկան մարդիկ եւ Հովանես Մկրտչին ասեցին, որ դու ով ես, հարցեր տվեցին իրան, եւ նա ասեց, որ ես Քրիստոսը չեմ։ Հետո նորից էլի հարցրեցին, ասեցին, ապա ինչ ես ասում։ Մենք մեզ ուղարկողներին ինչ ասենք։ Ինչ ես ասում դու քո մասին, այդպեսի տեղ կա։ Ինչ ես ասում դու քո մասին, Հովանու 1:22, դու ինչ ես ասում քո մասին։ Հետաքրքիր է, սիրելիներ, օրինակ տես մենք ահագի մարդիկ ենք ստեղ նստած, հիմա մեկ որ մեզ ասեն, դե օրինակ հələ մի հատ ասա, դու քո մասին ինչ ես ասում։ Լսում եք, որ մարդիկ իրանց մասին ինչեր են ասում, ու չեն ամաչում, ընդհանրապես էլ չկա դենց բան։ Այսինքն այնպիսի մարդիկ, որոնք որ ուզում են, ես ինչ գիտեմ, երկրի թագավոր դառնան կամ բաներ, ես արեցի, ես սենց կանեմ, ես սենց կանեմ, ես սենց կանեմ, ես սենց արեցի, ես, սա ես է։ Մի քույրիկ կար, աստվածավախ ու Տիրոջ հոգին իր սրտի մեջ ունեցող, այսպիսի խնդիր ունի, այդպիսի խնդիր լսել եք, ես պատմեմ լսեք, ասում եմ ինչ ա եղել, ասում է գնացել եմ գործի ընդունվեմ, այդ
տնորենը նոր տեղը, որտեղ որ ես գործիք դինտում եմ, ասում է գնա հին տեղից, որտեղ որ հին տեղում աշխատել ես, մի հատ բնութագիր բեր, որ ես նայեմ, թե դու ով ես եղել։ Եկել եմ ասում է հին տեղը, հին տնորենին ասել եմ, թե մի հատ բնութագիր ինձ կրե, ինքն էլ ասում է, ես լավ հարաբերությունների մեջ է ինձ հետ, բան ասեց, այ մարդ, դու կրի, ես կստորագրեմ, դե ես քեզ վստահում եմ։ Հիմա այս քեջ աղջիկը նստել է, ասում է, ինչ կրեմ, ախր ես ինձ ոնց կովամ, ասում է, ես ոնց կրեմ, դե ես սենց եմ, ես նենց եմ կամ բան։ Իսկ քրիստոնավայից ով կրեմ, դե ես հողում ոխիր եմ, ոչինչ եմ կամ բան, դիսան դե ոչինչ չես մեզ, ոչինչ պետք չէ, մեզ պետք է սենց խնդիր է սիրելիներ, եթե մեկը Աստծո հոգին ունի իր մասին վկայելը, թե ինքը ով է։ Եվ մենք պիտի նորից եմ կրկնում թագավորի թոռեր, թագավորի։ Բայց ասեց ով է ծառատ, որպես շունել չասեց, սատկաչ շան ասեց, վրա այդպիսի ուշադրություն դարձրեցիր դու։ Սա է պատճառը, որ նրան Աստված թագավորական սեղանին դրեց։ Աստված հբարքներին հակառակ է, բայց խոնարհներին շնորհք է տալիս։ Այսօր որ մարդիկ օրինակ ով է համաձայն, գիտեք, ոչ մի պատահական ստորակետ անգամ Աստվածաշնչի մեջ չկա, որ գրված է, որ նա երկու ոտքից կաղ է։ Թագավորի սեղանին վայելում է, երկու ոտքից կաղ մարդ նստի։ Թագավորի սեղանին վայելում է, որ թագավորական տեսքով, ուժով, զորությամբ մարդիկ նստեն եւ այլն։ Դավիթի մասին որ խոսենք, դա էլ ուրիշ թեմա է, էլի, Դավիթի մեծությունը հենց դրա մեջ էր կայանում, սիրելիներ, հա։ Այսօր որ մարդիկ ուզում են իրանց մասին տպավորություն կազմեն, հիմա նկարվելու ժամանակաշրջան են ապրում, նկարվելու աշխարհ է, ու բոլորը պրոֆեսիոնալ նկարվողներ են, նկարվողներ եւ նկարողներ, այդպես ասեմ։ Ես որ հիշում եմ այդ նկարվելու պատմությունը, մի պատմություն է միտքս գալիս, մի ընկեր ունեմ, ուրեմն այն ժամանակ, խորհրդային ժամանակ, նկարվել է դի ամբողջ մի ռիտուալ էր, դի որպեսզի նկարվենք, ասենք ընտանիքով դի նկարվենք, մի շաբաթ առաջ պայմանավորվում էինք, որորը դի հետո ֆոտոյի հետ պայմանավորվում էինք, թե որ ժամին գանք, գնում էինք մի 15 օր սպասում էինք, որ այդ նկարները տան, որ գնանք տեսնենք եւ այլն եւ այլն։ Սակայն օրինակ Գյումրիում, Լեննագանում, այսպես մի այգուպես տեղ կա, Բոշիսադ են ասում։ Այդտեղ մի հատ տեսել եք կինոների մեջ այն ապարատները հին, sense որ դնում են ոտքերով, հա, դենց ու վրան էլ շորա փռածը դենց։ Էդի կոչվում էր մինուտնի ֆոտո։ Ինչի էր այդպես կոչվում, այսինքն եթե քեզ փաստաթղթերի համար 3-4-ի վրա այն նկարներից է պետք, շտապ։ Դու գալիս ես այդտեղ, այդ մարդու մոտ, ինքը քեզ նկարում է 15 րոպե հետո այդ նկարը տալիս է, էլի, դա մեծ առաջադիմություն էր, էլի, որ 15 րոպեվա կարաս նկար անես։ Մի ընկեր ունեմ, գնացել է իր փաստաթղթերի գործով, նկարվել է, այդ մարդն ասել է գնա մի 15 րոպե մանարի արի, նկարները տար։ Գնաց էսի մի 15 րոպե մանա եկել է, ասում է եկա, ասես 10-ով նկար տվեց ցերս, ասում է ճոգինայի որն ես դու վերցրա եղբայր ջան։ Նայ, ասում է մինչև վերջ նայ, չկամ ես այդտեղ ասում։ Մի հատ էլ նայեցի, չկամ, ասի հոր եղբայր, չկամ ես այդտեղ։ Այ մարդ ասես դու լինի, ոչ չկաս, այդպես բան չկա։ Նայեց, ասում է, չկամ, ասում է։ Հենա ասում է, այսօր վերարգուով մենակ դու ես նկարվել։ Վերարգույից է մենակ հասկացում, որ ինքն է։ Ուրիշ, ասենք, ընդունում է, որ այդպիսի անորակ բաներ էին սիրելիներ։ Բայց այսօր սիրելի եղբայրներ, քույրեր, մարդիկ տպավորություն են կազմում նկարով։ Թե ում հետ է նկարվել, նայի ում հետ է նկարված։ Ոչ ճանաչում է։ Եվ գիտեն, սատանան գիտի, որ մեծ ազդեցություն է գործում այդպիսի բաները մարդկանց վրա, եւ մարդիկ սիրելիներ, այ այդպես ենք մենք, այդպիսի ժամանակաշրջան ենք ապրում։ Եվ սիրելիներ, երանելի ենք մենք, որ գալիս ենք Տիրոջ տունը եւ լսում այս հավիտենական կյանքի խոսքերը, որպեսզի մենք սիրելիներ այդպես չապրենք։ Քրիստոս ասեց դուք լույս եք աշխարհի, դուք աղն եք աշխարհի, այսինքն պետք է լինի այդ տարբերությունը։ Մենք այդպես տպավորություն չկազմենք որևէ մեկի մասին, մենք այդպես չճանաչենք մարդկանց։ Եվ եւս մեկ միտք եմ ուզում ասել, որ մենք հավատացյալներս նաև պետք է աղքատասեր լինենք։ Այ խոնարհությունից ենք խոսում, հա, տես Դավիթ թագավորը աղքատասեր էր։ Տես ում բերեց նստեցրեց իր թագավորական սեղանին։ Մենք մի բարեկամ ունենք,
ինքը գյուղում մեծացել էր, բան խեղճ ու կրակ ընտանիքից էր, բան էս կոմենքում մի հատ չգիտեմ ինչ ռեստորան էր սարքել, ինչ էր սարքել ու փոխվել էր իր ժողովուրդը, մթնոլորտը, մարդիկ, բան, հերն էլ բան էր, չոբան էր գյուղում։ Ասում է պատմում են գյուղացիք, ասում է հորը կանչել, ասում էր հերը մեկ ասում է գալիս էր այդտեղ, որ մի բան ուտի կամ բան, որ ասել է, որ մի 100 մետր ռադիուսով դու այդ ռեստորանի բոլորը չերևաց հանգարց, որպեսզի իմ նոր ընկերներս, այն հարուստ ընկերներս կամ չգիտեմ ինչ ընկերներս չտեսնեն, թե ես ում տղեն եմ, ինչպիսի մարդու տղա եմ եւ այլն։ Հովսեփի մասին հիշում եք, չէ՞, որ Հովսեփը երբ որ իր ժողովրդին բերեց Եգիպտոս, առաջի գործը որ արեց իր հորը, որ նույնպես չոբան էր, ներկայացրեց փարավոնին սիրելիներ, եւ գրված է, որ նա օրնեց փարավոնին եւ այլն։ Թող Աստված մեզ օրհնի, թող Աստված մեզ իմաստություն տա, սիրելի եղբայրներ, քույրեր, որ մենք աղքատասեր լինենք, որ մենք սիրելիներ, դուք նայեք, մենք Քրիստոսի անունն ենք առել մեր վրա, բայց մեր ուշք ու միտքը ուրիշ տեղեր է։ Այսօր նույնիսկ քրիստոնեական մեր շրջաններում, հա, այսպես համարվում են, ասենք, նրանք, ովքեր որ այս աշխարհի հզորների հետ կարող են նստել, կանգնել, ինչպես ասացի, նկարվել կամ եւ այլն, ասում են, այ էսի ուրիշ տեսակի քրիստոնյա է, էսի այլ է եւ այլն։ Ոչ սիրելիներ, դուք նայեք Քրիստոսի ընկերները ով էին։ Հələ մի հատ տեսեք, հələ մի հատ նայեք, թե ում հետ էր Քրիստոս նստում, ում հետ էր հաց ուտում, ում հետ էր նստում, ովքեր էին, անկրագետ ձեռնորս մարդիկ էին, իր առաքյալները, բոլորը սիրելիներ։ Աստված հպարտներին հակառակ է, իսկ խոնարհներին շնորհք է տալիս։ Առավել եւս մեր ազգի մասին եմ ուզում խոսալ, որ ես էլ եմ այդ ազգից, էլի։ Այսօր մեր ազգի մեջ էսպիսի բոլորը մեկը մյուսին ասում են, արա դու ով ես, չէ՞։ Դու ով ես։ Հələ ես հասկացանք, սա պարզ է ես ով եմ։ Դու ով ես։ Սիրելիներ, մենք բոլորս էլ ոչ ոք ենք։ Մի բան պատկերացնենք, որ այն ինչ որ Մեմփիփոստեին հասավ, թագավորական արտերը, թագավորական ունեցվածքը եւ այլն, հանգարց մեզ հասներ։ Մի բան պատկերացնենք, որ մենք ենք թագավորական սեղանից հաց ուտում։ Գիտեք, շատ դժվար է այս ամենը, այսպես ոնց ասեմ, այս ամենի մեջ լինել եւ չհպարտանալ։ Դա դժվար գործ է։ Ուզում եք ավելի լավ բառ ասեմ, անհնարին գործ է չհպարտանալ։ Մենք բան չունենք հպարտենք, բայց որ դենս լինի ինչ կլինի։ Նկատել եք, որ ծառի այն ճյուղերը, որոնց վրա որ շատ պտուղ կա, ինչ են եղած։ Խոնարհված են իրանք։ Բայց որ ծառերն են, ոնց սուրուտի գելնում են վերու, վերեկը բան չկա։ Պարդիները ինչքան ուղիղ են, չէ՞, դենց ուղիղ վերև են ելած, բան չկա վրեն։ Ոչ մի բան։ Իրոք պատղաբեր մարդը չի կարող հպարտ լինել, սիրելիներ։ Խոնարհությունը քո անձը ճիշտ ճանաչելն է։ Եթե դու ճիշտ ես ճանաչում քո անձը, դու խոնարհ մարդ կլինես։ Մենք որ այսօր սիրելի եղբայրներ, քույրեր, կարողանում ենք քայլել, օրինակ ես կարողացել եմ քայլել, մեքենա վարել, անել, գալ այստեղ, այդ Աստծո ողորմությունն է։ Ինչքան մարդիկ կան, որ անկողնուն են կանված եւ չեն կարողանում։ Հետո մեր կյանքում էլ է լինում, որ մենք հիվանդանում ենք եւ չենք կարողանում ոչ աճ դառնալ, ոչ էլ ցախ դառնալ։ Այս բաները թողնում է Աստված մեր կյանքի մեջ, որ ես հասկանամ, որ կարող է միշտ դենց լինել։ Կարող է միշտ այդպես լինել, կարող է ընդհանրապես չլինել։ Այսինքն անձը ճանաչիր, եւ եթե ես քեզ օրհնում եմ, եթե ես քեզ բարձրացնում եմ, եթե ես քեզ ինչ որ բաներ եմ տալիս, ել ավելի խոնարհվիր։ Փառք տուր Աստծուն։ Աստված շատ է ուզում, որ մեզանից յուրաքանչյուրը օրհնված կյանքով ապրի։ Աստված չի ուզում, որ իր ստեղծած մարդը իր նմանությամբ, իր պատկերով ձեռքը տնկած մանկա, էս անի, այն անի, չէ։ Բայց երբ որ տեսնում է, որ իր տվածը փչացնում է քեզ, այդպես ասենք, հա, դու դառնում ես անկառավարելի, դու դառնում ես մեկը, որ անհնար է մեկի հետ նստել կամ խոսել կամ էս անել կամ այն անել, այն դեպքում Աստված ստիպված է լինում, որպեսզի քեզ ցույց տա շատ բաներ, որ դու հասկանաս,
որ դու ոչինչ չես բերել այս աշխարհ, մերգ ես ծնվել քո մորից եւ մերգ էլ հեռանալու ես այս աշխարհից։ Քանանացի կնոջ մասին եմ ուզում հիշեցնել։ Հիշում եք, մի կին քանանացի էր, որ Քրիստոսի հետևից բղավում էր, որ իր աղջիկան ողորմի, որ աղջիկը հիվանդ էր եւ այլն, եւ Քրիստոս նրան չէր պատասխանում։ Աշակերտները նրան ասեցին, չես լսում, որ այս կինը չի հանդարտվում, մի պատասխան տուր նրան։ Եվ Քրիստոս ասեց, լավ չի հացը վերցնել երեխաներից եւ շներին գցել։ Այսինքն, այդ կնոջը շուն անվանեց Տերը։ Ես այսօր օրինակ նայում եմ լիքը այդպիսի մեկնաբանական գրքեր եմ կարդացել եւ այլն։ Ես լսել եմ նույնիսկ քրիստոնյաներ, որոնք ասում են, ես օրինակ ինձ են հարց տվել քանի անգամ, ասում են, ես չեմ հասկանում, Տերը որ մեզ սովորեցրել է բոլորի հետ բարի լինենք, բոլորի հետ լավ խոսենք, էս անենք, այն անենք, ո՞նց է շուն անվանում Տերը, հայոյանքի պես բան է, էլի, ո՞նց է մարդուն շուն անվանում։ Հələ լսեք մենք ինչի մասին ենք մտածում։ Սիրելիներ, մենք սովորելիք դասեր ունենք ավետարանից եւ իմ պատմած պատմությունից մեր սովորելիք դասը հետեւյալն է։ Այդ քանանացի կնոջ պատասխանը, որ ասեց այո Տեր։ Դա է մեր սովորելիք դասը։ Իր ստեղծածն է, շուն կանվանի, կատու կանվանի, ոնց կանվանի, ինքը աչոտ չի տալիս Աստված ոչ մեկին։ Ես կարող եմ եւ այդպիսի բաների մասին էլ խոսել, բայց եկեք մենք ճիշտ դասը վերցնենք, սիրելիներ։ Եկեք մենք սովորենք, թե ինչու նրա անունը հավիտենական կյանքի կրկի մեջ գրվավ։ Ինչ ասեց այո Տեր, բայց շներն էլ ասեց, այն փշրանքներից ուտում են, որ իրանց տերերի սեղաններից ընկնում են։ Այո Տեր, ինչպես դու ասում ես, այդպես կա։ Սա է մեր սովորելիք դասը, սիրելիներ։ Այո Տեր, ինչպես դու կասես, ինչքան բաներ կա, որ Աստված մեզ ասում է, խոնարհության մասին ենք խոսում, հա։ Եվ մենք ինչ ենք անում։ Եվ մենք սկսում ենք տրամաբանական հակափաստարկներ բերել։ Եթե քո աջ այդին խփեն, գրված է, ինչ արա։ Ծախնել, դեմ դուր։ Մենք ասում ենք, ծախնել դեմ տամ, կասեմ վիզդ բեր, գլուխդ բեր, սենց բեր, նենց բեր։ Տրամաբանական, հայ, տրամաբանական է։ Բայց ինքը այնքան խոր խոսք է, այնքան է խորը, որ հասկանում եք, եթե մեկը ուզենար մտնի, այդ խորությունները կարող է խեղդվի, չկարողանա հասկանալ։ Այս ամբողջ պատերազմները, ինչի մասին որ այսօր խոսվեց, ասվեց, հա, այս կռիվները ինչից են, դրանից է որ զիջում չկա։ Չի կարող հաշտություն լինել միտեղ, երբ որ զիջում չկա։ Մենք որ այսպես կրվեցինք, մենք որ այսպես տարվեցինք եւ այլն, ի՞նչն է պատճառը։ Ինչու՞մն է բանը։ Որ մարդիկ ուզում են, գիտեք, մի անգամ եկան, մեկը մոտեցավ Տիրոջը ասեց. Տեր, բաժանիր իմ եւ եղբորս միջև ժառանգությունը։ Ինչ ասեց Տերը։ Ասեց, ով ինձ կարկեց ձեզ բաժանարար։ Հրաժարվեց երկինք ու երկիր ստեղծող Աստված այդ գործին մասնակցել։ Սա էլ քաղաքականության մասին եմ ուզում ասել, որ սիրելիներ, Տերը հրաժարվեց այդ ժառանգությունը բաժանել։ Եթե մենք մեծ մասշտաբով ասենք, հա, այսօր սաղ կռիվ է ժառանգությունը բաժանելու մեջ է։ Օրինակ Պաղեստինը ու Իսրայելը, որ այդ կռիվը կա, ինչի համար այդ կռիվը, որ նրանք համարում են, որ ժառանգությունը սխալ է բաժանած, նրանք էլ են համարում, որ այդպես չպետք է լինի։ Էսի մերն է, ինի ասում է Երուսաղեմը մերն է, ինի ասում է մերն է, էսը այնա։ Մեր կռիվը թուրքերի հետ ինչի համար էր, Ղարաբաղի կռիվը ինչի համար էր։ Նրանք ասում էին, որ մերն է, մենք էլ ասում ենք, չէ, մերն է։ Չէ, նրանց ժողովուրդը, նրանց երեխեքը դպրոցից դասակարգերով անցնում են, որ այս Ղարաբաղի տարածքը բուն իսկական ադրբեջանական տարածք է, ինչ որ մի ժամանակ, ինչ որ մի տեղից հայերը եկել են, քոչվորի նման, խնդրել են, որ մենք թույլ տանք իրանց ապրեն։ Ես ասում եմ, այն ինչպես իրանք դաստիարակված են։ Այդպես գիտի այդ մարդը։ Այդպես է մեծացել այդ մարդը։ Եվ մենք իրանց տեղ ենք տվել, եկել ապրել են ստեղ, էս են արել են, այսօր էլ ասում են մենք ուզում ենք առանձնանանք, ուզում ենք ուրիշ պետություն լինել, բայց ինչի են արժան, մավան են արժանի, սպանեք դրանց։ Մենք ոնց ենք դաստիարակված։ Մենք դաստիարակված ենք, որ մենք դրանք մեր հին պավենական հողերն են, որ ինչ որ պատճառներով, ինչ որ կռիվների հետևանքով, ինչ որ որոշումներով անցել են ստեղ, ընդեղ եւ այլն։
Դե կդեք աշխարհի մեջ մի իմաստուն մարդ, մենք խոսում ենք ժառանգությունը բաժանելու մասին, հա, որ Տերը հրաժարվեց։ Իմաստուն, շատ իմաստուն մարդ կդեք եւ ասեք դե արին էս բաժանի, որ նրանք էլ սապահարեն քեզ, սրանք էլ սապահարեն քեզ։ Եթե գիտեք այդպիսի միտք կամ գիտեք այդպիսի մարդու տեղ, ասեք տեղը։ Չկա այդպիսի բան, սիրելիներ։ Խաղաղությունը գալիս է այն ժամանակ, երբ որ կա խոնարհություն, երբ որ կա իմաստուն խոնարհություն։ Եվ դրա համար էլ ամեն ինչ որ կա աշխարհի տակ, եթե չկա խոնարհություն, եթե առանց խոնարհության է, սիրելիներ, սա գիտեք, սա վտանգավոր մի բան է, որ յուրաքանչյուր վարդյան հնարավոր է, որ այն կործանվի, հնարավոր է, որ այն չլինի։ Կարգել կա ռուս աստվածաբան է, անցյալ տարում է ապրել եւ ասում է գնացել էր 20-ական թվականներին անցյալ տարի ինչ որ Լենինգրադում, ավելի ճիշտ Պետրոգրադում ճեմարանում դասավանդել էր եւ հիմա եկել է ժամանակը, որ պետք է ինքը հեռանար, գնար այնտեղից եւ աշակերտները ասում եկել էին լալով, վիզն էին ընկել, համբուրում էին իրար, չէին ուզում որ ինքը գնա, սիրում էին իրան որպես ուսուցիչ եւ այլն։ Եվ կարծացել եմ այդ պատմությունը, ասում է, երբ որ այդպիսի բան տեղի ունեցավ, ասում է ինքը ծնգի եկավ ու սկսեց ինքն էլ հուզված լալ ու տիրոջը ասել, որ Տեր, ես ես բոլոր մարդկանց ուզում էի քեզ մոտ բերել, բայց ես այսօր հասկացա, որ ինձ մոտ եմ բերել իրանց ես։ Գիտեք, սա էլ է խոնարհություն, սիրելիներ, որ մենք իրոք կարողանանք մարդկանց բերել տիրոջ մոտ, մարդկանց կանչենք տիրոջ սուրբ ոտքերի մոտ ապաշխարության, չկա մեզ մոտ ու ձեզ մոտ, սիրելիներ։ Մեր գործը, բոլորիս գործը ոչ թե մեզ մոտ, մենք մոտ չունենք, ինչ մոտ, մենք որտեղից մոտ ունենանք, տիրոջ մոտ բերենք, սիրելիներ, տիրոջ ոտքերի մոտ բերենք մարդկանց, որպեսզի մարդիկ իրոք տիրոջ ոտքերի մոտ կարողանան խաղաղություն եւ հանգստություն գտնել։ Խոնարհության մասին նաեւ ասացի, որ սիրելի եղբայրներ, քույրեր, անհնարին է, որ մարդ արարածը առանց արտաքին օգնության ունենա խոնարհություն, ազատվի հպարտությունից։ Ես մի օրինակ եմ ուզում ձեզ բերել։ Պողոսի նման մարդը, Պողոս Արաքյալի նման մարդը, որը կարողացավ իր համար ինքն իր մասին, այսպիսի հայտարարություն անել, որ ուրեմն աղաչում եմ ձեզ, որ ինձ նմանող լինեք։ Երևի թե միակ մարդն է, որ այդպիսի համարձակություն է ունեցել, որ քրիստոնյաներին կոչ անի, ասի ինձ նմանող եղեք։ Ուրիշտեղ գրված է ինչպես ես Քրիստոսի եւ այլն։ Եվ այսպիսի մարդը, որ այդպիսի համարձակություն ունեցավ ասել ինձ նմանող եղեք, տեսեք ինչ է պատմում մեզ։ Ասում է, երբ որ ինքը համբարձվավ երրորդ երկինք, իր հետ այսպիսի բան տեղի ունեցավ։ Ասում է, եւ որ հայտնությունների առավելությամբ չհպարտանամ, Լստեղ ուզում եմ կանգնել, ինքը չգիտի, որ ինքը չպետք է հպարտանա, ինքն է մեզ սովորեցրել, որ չհպարտանանք։ Ինքը ավետարանի կրողն է, ինքը Քրիստոսի աշակերտն է ու երևին ծևի աշակերտ։ Ասում է, որբիսի հայտնությունների առավելությունը չհպարտանամ, մարմնիս համար խայտ տրվեցավ ինձ սատանայի հրեշտակ, որ ինձ բռունցքով ծեծե, որ չգոռոզանամ։ Սրա համար 3 անգամ աղաչեցի Տիրոջը, որ նրան հեռացնե ինձանից, եւ նա ինձ ասաց. բավական է քեզ իմ շնորհը։ 2 Կորինթացիս 12:7-9։ Սիրելիներ, տեսեք ինչ է պատմում եւ նորից այսօր այս ուրեմն կարտացածի վերաբերյալ էլ մարդիկ սկսում են վիճել իրար հետ։ Մեկն ասում է, իսկ ինչ էր այդ խայթոցը։ Լսել եք, որ ասում է, մեկը ասում էր աչքերներ, Պողոս Արաքյալի լավ չէր տեսնում, մեկն ասում է, չգիտեմ, ականջներ, մեկն ասում է հրեշտակ էր, մեկն ասում է սենց, մեկն ասում է անենց։ Բայց ո՞րն է մեր դասը։ Մեր դասը այն էր, որ Աստված մի բան տվեց նրան, որ իրան բոլորովին հաճելի չէր, որ իրան խանգարում էր։ Ինչի համար տվեց այդ բանը։ Ինքն ասում, որպեսզի հայտնությունների առավելությունով չգոռոզանամ։ Ինքը չգիտի, որ ինքը չպետք է գոռոզանա։ Ո՞նց թե չգիտի։ Ինքը գիտի, որ ինքը Աստված հպարտներին հակառակ է, ես գիտեմ, ինքը չգիտի։ Ուրեմն գիտենալը մենակ սիրելիներ, այն որ մենք այսօր կարդում ենք, այն որ մենք այսօր կարոզում ենք եւ գիտենք մենք, դա շատ քիչ է։
Ինքը գիտի, որ ինքը չպիտի կորոզանա, բայց Տերը գիտի, որ եթե չտա, եթե այդ նեղությունը չտա իրան, ինքը չի կարող չկորոզանա։ Այդպիսին է մեր էությունը։ Իմ հայրիկս պատմում էր, ասում է, այն խորհրդային ժամանակ կտվորույներին, հովիվներին մեծարում էին, տեղմեղ էին ուղարկում, բան, Մոսկվա էին ուղարկում լավ աշխատելու համար, 2 օրով, 3 օրով, իրանց գյուղում այդ կնոջ նույնիսկ փոքր վաղ տեսել եմ, Աստրիգեր անունը, ասում է, ինքը կտվորուհի էր այդ կինը, կով էր կտում գյուղում։ Իրան լավ կտվորուհի լինելու համար ուղարկել էին Վեդենխավ, Սեսայուզնի բան կար, ցուցահանդես կա Մոսկվայում, գյուղատնտեսական։ Ուղարկել են դեր 3 օրով գնացել է Մոսկվա եկել, ասում է ոչ մեկին բարև չէր տալիս գյուղում։ Բացարձակ, դենց որ ասում բարևին ասում, դες նայում գնում էր ասում։ Էս էլ իր տեսածով է բարձրացել։ Պողոսը 3-րդ երկնքում է եղել, որ ասում է անասանելի բաներ տեսա, որ հնարավոր չէ մարդու պատմել, հա? Եվ հնարավոր չէ չկորոզանալ։ Մարդը տեսածով էլ է կորոզանում սիրելիներ։ Իր տեսածով կորոզանում է մարդը։ Ես չեմ ասում, Սուրբ Գիրքն ասում, կյանքն էլ ասում։ Ես էլ գնացել է այդ կտվորոյին, գնացել է բան Մոսկվայում բանա տեսել, իմ այգել է ոչ մեկին բարև չի տալիս։ Բոլորը կրակն են ընկեցել։ Սիրելի, այդպիսին է մեր բնությունը։ Այդպիսին է մեր բնությունը, սիրելիներ։ Դրա համար էլ եթե մենք մեր կյանքերի մեջ ունենք բաներ, որոնք որ մեր դուրը չեն գալիս, դա կարող է կենցաղը լիներ, մեր ապրելակերպը լիներ, դա կարող է մեր շորերը լիներ, մեր հագուստը լիներ, դա կարող է մեր մեքենան լիներ, դա կարող է, ես ինչ գիտեմ, առողջական մեր վիճակը լիներ, դա կարող է մեր գրաված դիրքը կամ ասենք օրինակ աշխատանքը, դու քրիստոնյա ես, նայում ես օրինակ, ես օրինակ տեսել եմ դες բաներ, որ քեզ ղեկավարում է մեկը, առանց ավելորդ համեստության եմ ասում, որ դու կարող ես նրան դաս տալ։ Չես հավատում, որ Աստված է անում այդ բանը։ Աստվածը թողնում քո կյանքի մեջ։ Եվ դրա համար դու նեղվում ես, պատռվում ես իրարից։ Որ ասում ես, «Էսի ով է, դու ինչ ասում»։ Ես գործս պես կանեն, Տերն է դա անում, սիրելի եղբայր ջան, սիրելի քույր ջան, որ ինձ եւ քեզ խոնարհության դասեր տա։ Դուք տեսեք, հələ նայեք, մենք Քրիստոսի անունն ենք առել, նորից եմ ասում մեր վրա, Քրիստոսի հետ ինչպես վարվեցին։ Քրիստոսին երկինք ու երկիր ստեղծող Աստծուն, աստղերն ու մոլորակները ստեղծողին, գալակտիկաները ստեղծողին, արևն ու լուսինը ստեղծողին, հետևից խփում էին եւ ինչ էին ասում, ձեռ էին առնում, ասում էին մարգարեացիր, քեզ ով խփեց։ Հələ պատկերացրա դու այդ իշխանությունն ունենայիր ու մեկը քեզ հետ այդպես վարվեր։ Ես արդեն պատկերացնում եմ այդ խեղճի վիճակը։ Այս խոնարհության տասերը սիրելի եղբայրներ, քույրեր, իրան խոնարհեցրեց գրված է մինչև մա, էնել խաչի մա։ Իսկ մենք սիրելիներ կարող ենք խոնարհ բառեր շատ ասել աղոթքների մեջ, մենք մասնագետներ ենք խոսելու, հա։ Դե ես ով եմ կասենք, հա։ Դե ես ինչ, դենց ունենք էլի մենք սովորություն, բայց այդպիսին չենք մենք։ Այդպիսին չենք մենք սիրելիներ։ Կան չէ, այդպես օրինակ աղոթում ենք, ասում է, մի եղբայր ասում էր, այդ քույրիկը աղոթում է, ասում է, աղոթելիս ասում է, Տեր Աստված, ես հող ու մոխիր եմ քո առաջ, բայց ասում է, այնպեսի հող ու մոխիր է, որ ասում է, մի հատ կբար ասում է, լսվի աչքերդ կքորնաս, այդպեսի հող ու աչքեր։ Ասելով չէ, Աստված սիրելիներ մարդու լեզվին չի նայում, Աստված սրտին է նայում։ Եվ դրա համար էլ մենք, որ երկար տարիներ եկեղեցի ենք գալիս, մենք ենք քարոզում, մենք ենք խոսում, ասում, սովորեցնում կամ բան, բայց շատ ժամանակ մենք նայում ենք, որ մենք ինքներս սովորելու կարիք ունենք, շատ բաներ սիրելիներ։ Եվ նորից եմ ասում, գիտենալը Պողոսի նման մեկը չկար այդպիսի բան, որ ինքը չգիտենար, չկար այդպիսի պատրաստված մարդ, չկար այդպիսի կրակետ մարդ սիրելիներ, մինչև այսօր էլ հասկացում է, թե նա Սուրբ Գիրքը ինչպես գիտեր, բայց նրան սատանայի հրեշտը խայթոց տրվեցավ, որ չկորոզանա։ Այնպես որ սա էլ ասում եմ նրա համար, եղբայրներ, քույրեր, որ եթե կան այդ խայթոցները մեր կյանքի մեջ, ամեն ինչ լավ է, ամեն ինչ բնական է եւ ամեն ինչ ճիշտ է։ Եվ այն կվերանա մենակ այն ժամանակ, երբ որ ինչի համար որ թողած է այդ խայթոցը, իր նպատակին հասնի, երբ որ Աստված տեսնի, որ մարդը իրոք խոնարհվեցավ։ Եվ միշտ էլ սիրելի եղբայրներ, քույրեր,
նույնիսկ մեր ժողովրդի մեջ այդպիսի ասացված կա, ասում են խոնար կարը երկու մորից կատ կուտի, այդպիսի, չէ, ուզում եմ սիրելի եղբայրներ, քույրեր, նաև խոնարհության մասին, երբ որ մենք խոսում ենք, կարողանանք նաև մեր դիմացինին, մեր կողքիններին, մեր ընկերոջը, մեր քույրերին, դուք նկատել եք, մենք հայերս շատ այսպեսի բան ունենք, էլի, ոնց են ասում, օդար սիրող ենք։ Օդարների առաջ են ոնց ենք մենք ոչ շփտում, են ոնց ենք, ինչ ենք անում մենք, խոր վատ չենք անում, մենք լավ ենք անում։ Ես ուրիշի վրա օրինակ չասեմ, իմ մայրիկիս վրա, էլի, լուսահոգի մորս վրա օրինակ բերեմ, այն ժամանակ մենք որ փոքր էինք, ասենք, այսպես ճոխ չէր էլի ամեն ինչը, իմ հասակի մարդիկ կհիշեն, չկա էլ իմ հասակի մարդը, որ ասենք օրինակ գնում էին Մոսկվա, Մոսկվայից շոկոլադներ էին բերում, մոսկովսկի։ Ես կասեմ, դուք նայեք ձեր տները եղել, զակատ էին անում, բանի մեջ փակում էին, ուտել բան դες բաներ գոյություն չունի։ Փակում էին, մենք էլ երեխա, ուզում ենք ուտենք, չկա։ Մեկ էլ որ հանգարց որ մեր տունը հանգարց հյուր կար։ Վայ մամա, այսպես այդ բանկով լցնում էին այդ բանի դեմ, այդ հյուրի դեմ այդ կոնֆետները։ Ես միշտ մտածում եմ, ասում եմ, մեր ըստ գալուստինը շատ սիրում, դե ինձ այդ գալուստերը մարտանում։ Բա սա սիրելիներ մեր ազգի հիվանդությունն է։ Ես խո չեմ ասում գալուստինը ես հյուրասիրում, լավ ես անում, բա մենք։ Սիրելիներ, եթե մենք խոնարհությունից ենք խոսում, գիտեք, մենք այս մի ամիս հետո երբ որ ասեցի, մի փոքրիկ այդպես տոնական պաշտամունք ենք ունենալու եւ մեր եղբայրներից մեկին ձեռնադրելու ենք այդ օրը եւ մեր եղբայրներին ես հավաքել եմ եւ այսպիսի միտք եմ ասել, ասում եմ իրար հետ են մեծացել, հա, թե ինչ կատակներ են անում իրար հետ, ինչեր են ասում եւ այլն, շատ դժվար է, երբ որ այդ քոր միջից ելած մեկը դառնում է եկեղեցում ծառայող կամ չգիտեմ ինչ, որ նրան ոնց ասեմ, էլի նույն ծևի պատվի արժանացնես, ինչպես որ դու պատվի ես արժանացնում այն մեկին, որին որ չէիս ճանաչում եւ այլ, այսպիսի հիվանդություն կա սիրելիներ, կա այդպիսի բան։ Իմ օրինակ ընտանիքիս մեջ ես օրինակ խնդիր եմ ունեցել, երևի թե մի քիչ հիմա էլ ունեմ եւ այլն իմ երեխաների հետ, իմ կնոջի հետ, լուսահոգի եւ այլն, որ իրանք ինձ չեմ ասում չէին հարգում, չեմ ասում ինձ չէին սիրում, չեմ ասում ինձ չէին ենթարկվում, բայց ես զգում էի, որ իրանք ինձ որպես հովիվ չեն ընդունում եկեղեցում։ Ես իրանք պապան եմ, ու վсё։ Սա շատ նուրբ հարց է սիրելիներ։ Վերին աստիճանի, ես ճիշտ բան եմ ասում։ Ես ոչ թե իմ փառքս էի ման գալիս իրանց մոտ, բայց ես զգում եմ, որ ասենք խոսքի ինձի դժվար է արդեն, օրինակ ինձ ավելի հեշտ է ասենք մյուս եկեղեցու անդամներին մի բան ասեմ թե, դավայց ես իսպես անենք կամ այնին հենց անենք կամ սենց անենք, քան թե իրանց հետ մի տեսակ չեմ ուզում էլ մանրամասներ ասել, այսպիսի բան կա։ Եթե մենք խոսում ենք խոնարհությունից, եղբայրներ, քույրեր, եկեք մենք մեր եղածը հարգենք ու խոնարհվենք մեկս մյուսի առջև։ Մեկս ինչի ենք մենք մտածում, որ Օվկիանոսի են կողմից եկել, ամբերից է իջել, ոտքերն էլ ամբոտ են մնացել մի քիչ։ Այդպիսի բան գոյություն չունի։ Մենք չենք ճանաչում, մեկը կգա այստեղ լավ կխոսի, հա, կասենք, այ եղբայր, դու որտեղից ես ճանաչում իրան։ Լավ կե, ինչ որ լավ կխոսի։ Հիսուս այսպիսի պատմություն պատմեց, ասեց, մի մարդ երկու տղա ուներ, մոտեցավ մեկ տղային, ասեց, գնա այգումը գործարա։ Դե ասեց, չէ, բա, հայրիկ, նու մեր լեզվով եմ ասում, դե էլի չեմ ուզում գնամ։ Բայց երբ որ հայրը հեռացավ, փոշմանեց, որ հորը նեղացրեց։ Գնաց, արեց այն, ինչ որ հայրը խնդրել էր իրան։ Գնաց մյուս տղու մոտ, ասեց, գնա այգում գործարա։ Ես ասեց, էլի մեր լեզվով ասած, բադու ասես ես չանեմ, ցավդ տանեմ, քո ասածը օրենք է ինձ համար։ Գնաց, չգնաց։ Եվ Տերը մեզ հարցրեց սրանցից ով հոր կամքը կատարեց։ Եվ մենք բոլորս ասում ենք, որ նա ով որ գնաց։ Ճիշտ է, հորը լավ չպատասխանեց, ոչ ասեց, բայց արեց այնց ոնց որ եւ այլ։
Բայց եկեք մենք պատկերացնենք եղբայրներ քույրեր, որ այսպես ոնց որ մենք նստած ենք, այստեղ են այդ երկու տեղերն ու իրանց հերը։ Չենք ճանաչում իրեկիներ։ Եվ լսեցինք թե ինքը մի տղուն ասեց, հենի ասեց ոչ, ես էլ ասեց այո։ Մենք ում կգնահատենք։ Չգիտենք ով գնաց, ով չգնաց, տեղեկություն չունենք։ Ով որ լավ խոսեց։ Ասենք այդ տղեն սենց կլինի։ Ճիշտ է։ Այդենց էլ սիրելի եղբայրներ քույրեր, այսօր է։ Որ այսի բավի այդ է մեր կարծիքները սիրելիներ շատ արագ ենք մենք կարծիք կազմում։ Այսի է տղա, այն ինչ։ Բամարդ իր հորը տենց խոսի։ Ես ոչ եմ ասում լավ արեց հորը ոչ ասեց։ Չէ, լավ կլներ որ համայո ասել, համե անել, բայց գլխավորը ի՞նչն է։ Խոնարհությունը ո՞րն է։ Էնի խոնար պատասխանես, այդենց ասենք, եթե մեր այսօրվա թեմայով ասենք, հայրիկ ջան, այնտեղ դաժե, եթե չեմ սխալվում, Տեր է անվանում օրը, ասել, այո Տեր, ասեց, հա, բա դու ասես Տեր, խոնար խոսեց, ով է նրանցից խոնար, խնդրում եմ ասեք, ով որ կոպիտ խոսեց հոր հետ, այդ լավ չարեց, բայց խոնար է էնի խոնարվեց հորը, էնի արեց, դրա համար ճշմարիտ խոնարհությունը սիրելի եղբայրներ քույրեր, էդի ճշմարիտ խոնարհությունը լեզվով չէ, ճշմարիտ խոնարհությունը գործով է, ձեռքերով է։ Իսահակ Նահաբեդը երբ որ ծերացել էր եւ աչքերը արդեն լավ չէին տեսնում, հիշում եք այդ պատմությունը, որ Եսավին կանչեց, ասեց գնա իմ սիրածս այն թրջունը որսա եւ իմ սիրածս կերագուրը պատրաստի, բեր որ ուդեմ եւ օրնեմ քեզ։ Եսավը մինչեւ գնաց, ինչ արեց։ Իսահակի կինը որ Հակոբին էր ավելի շատ սիրում, ասեց ես հորդ բերնի համը կիդեմ, բեր ես սարկեմ հիմա, տար դու եւ օրնությունը դու ստացիր եւ այլն։ Հիշում եք դες պատմություն։ Եվ ինքը սարկեց եւ ասեց բա որ Եսավը մազոտ մարդ է, իսկ ես լժիկ մարդ եմ, ասեց ոչինչ։ Այդ այծը որը մորթել ենք, դրա բաները կհագցնենք քեզ, մորթին կհագցնենք քեզ եւ այլն եւ այլն։ Եվ երբ որ ինքը մոտեցավ հորը, ասեց բերել եմ արդեն, ասեց ինչ շուտ բերեցիր բան, ասեց Աստված ինձ որսը բերեց առաջ եւ այլ, ես արեցի այս ամեն ինչը, ես գլխավոր միտքն եմ ուզում ասել։ Ասեց ով ես դու, ասեց ես Եսավն եմ, խապեց հորը։ Ասեց դե մոտ արի քեզ ցերկ տամ։ Որտեվ լավ չէր տեսնում։ Մոտեցավ հորը, հերը ցերկերով շփեց, մազոտ էր, այդ բաները անցկացրել էր, էլի մորթին անցկացրել էր, այսպեսի խոսք ասեց Իսահակը։ Ասեց ձայնը Հակոբինն է, բայց ցերկերը Եսավինն է։ Ձայնը սիրելի եղբայրներ քույրեր խոսելն է, հեն եսա ձեռքերը գործն է։ Թող չլինի մեր ձայնը Հակոբինը, իսկ ձեռքերը Եսավինը։ Թող նույնը լինի սիրելիներ, եւ գործը, եւ խոսքը, սա է խոնարհությունը ճշմարիտ։ Եվ դրա համար թող Աստված մեզ օրհնի, թանկագին եղբայրներ քույրեր, իմ կոչս է ինձ եւ մեզանից յուրաքանչյուրին, որ մենք տեսական քրիստոնեությունից անցնենք գործնական քրիստոնեության։ Աստված այդ գիտեցածուդ վրա ոչ զարմանում է, ոչ քո ասածիդ վրա, ոչ իմ շողոքորդ խոսքերից վրա, ոչ մի բանի վրա։ Աստված մենակ մանակալիստ է, կա մեկը, որ ճշմարտապես այդ խոսքը իմ պատմած երեխու նման ինքը չգիտի բացատրել բարեգործությունը ինչ է։ Չգիտի երկուս է ստացել բացատրելու համար, բայց ինքը տեղով ոտից գլուխ բարեգործ է, իսկական։ Բայց ինքը դրա բացատրությունը չգիտի, ոչ էլ հազար անգամ ներողություն զայլա ունի, որ նստի էդի սովորի կամ բան, ինքը գործն է անում։ Եվ մենք էլ եղբայրներ քույրեր, եկեք այդ ճանապարհով գնանք։ Դա է, որ մեզ տանելու է հավիտենական երանության։ Աստված օրհնի ամենքիդ։ Ոտքի կանգնենք աղոթքի։ Մեր սիրելի Հայրը, որ երկնքումն ես, մենք փառավորում ենք քո սուրբ ու թանկագին անունդ, որ ծոցիդ միածինը չխնայեցիր եւ ուղարկեցիր աշխարհ, եւ դու Քրիստոս խոնարհվեցիր մինչեւ մահ, այն էլ խաչի մահ, որ ինձ հանցագործիս, փրկես իմ կատարած մեղքերի պատասխանատվությունից։ Եվ մեզ այսօր հիշեցիր Մեմփիփոստեին, այդ թագավորական ընտանիքում մեծացած մարդուն, որին երբ քու Դավիթ ծառատ, ողորմություն արեց, ընկավ իր երեսի վրա եւ իր մասին այդպիսի պնուտագիր տվեց, ասեց ծառադով է որպես մի սատկաչան դու ուշադրություն դարձրեցիր։ Իսկ մենք որ ոչինչ ենք Տեր ճշմարտապես, մեր մասին միշտ մեծ ու բարձր կարծիքներ ունենք, Քրիստոս Աստված սովորեցրա մեզ,
խոնարհության ճանապարհով գնալ, որովհետև մենք ասում ենք, եթե Աստված մեզի հետ է, իսկ երբ է Աստված մեզի հետ, երբ որ մենք խոնարհ ենք, երբ որ մենք խոնարհության ճշմարտության լույսի ճանապարհով քայլող մարդիկ ենք, սովորեցրա մեզ Տեր ջան, այդպես ապրել այս աշխարհի վրա, ապրել այնպես, որ մեզ նայողները հավատան, որ մենք քու աշակերտներն ենք, դու էլ մեր Աստվածն ես, մեր Տեր, մեր Աստված, եւ այդ խոնարհության դասերը, որ թողնում ես մեր կյանքերի մեջ, թող չփնթփնթանք, այլ ուղղենք մեր կյանքի լապտերը Տեր ջան, եւ ունենանք իմաստություն հասկանալու, թե այս կամ այն խնդիրը, որ կա իմ կյանքիս մեջ, ինչու է Աստված թողել, եւ երբ մենք այդ խնդիրը լուծենք Տեր, համոզված եմ, որ դու այդ խայտոցը հանելու ես մեր կյանքի միջից, որովհետև իմաստը կորելու է։ Փառավորում ենք Սուրբ անունդ, Սուրբ Աստված, այս օրինյալ պահի համար, որ մեզ հավաքել ես այս խաղաղ անկյունում եւ այսպես կրթում եւ դաստիարակում ես Տեր ջան, որովհետեւ մենք ճշմարտապես լինենք երկնքի քաղաքացիներ։ Փառքը քեզ, պատիվը քեզ, երկրպագությունը քեզ, Սուրբ եւ հավիտենական Աստված, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, հիմա եւ ընդմիշտ եւ հավիտյանս ամեն։